Բարեկրթության շրջանակներում, եթե խախտվեն այդ սահմանները բարեկրթության, կրկնում եմ, պատասխանը լինելու է համարժեք։ Շնորհակալություն։ Տիկին Դոնոյան հատկապես վերջին շրջանում բարբերաբար մեղադրանքներ են հնչում Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին արտաքին ազդեցությունների կամ միջամտությունների հետ կապված, նշելով մասնավորապես Ռուսաստանի և Բելարուսը, ինչպես կարգավորվի այդ մեղադրանքները։ Տեսեք, բնականաբար այս կարգի մեղադրանքները նույն այսպես հետևողականորեն մանիպուլյացիաների եւ քարոզչական դաշտ նետվող այսպես ստահոդ լուրերի շարքին են դասվում։ Փայլակի իր հարցադրման մեջ նաեւ այդպես պատերազմի 3 կուսակցությունների վերաբերյալ դիտարկում նաեւ արեց, դրան էլ եւս կուզենայի անդրադառնալ, որ առիթներ ունեցել ենք այս մասին ասելու, այսինքն այդ թեզը, այդ շանտաժի լեզվով ժողովրդի հետ խոսելու ունակությունը այս գործընթացում իշխանությունները մրցակից չունեն, անկեղծորեն ես պետք է ասեմ, սակայն բոլոր մեր հայրենակիցները կարծում եմ առավել քան լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, այդ զոհերը եղել են այս իշխանությունների օրոք, հազարավոր տղաներ հաշմանդամություն ստացել են այս իշխանությունների օրոք եւ Արցախը հանձնվել է այս իշխանությունների օրոք, մեր 120,000 հայրենակիցներ զրկվել են իրենց հայրենիքից այս իշխանությունների օրոք։ Պատերազմի իշխանությունը, պատերազմի կուսակցությունը դա վստահաբար ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ հենց իշխանություններն են։ Այս հարցի պատասխանը աներկբա է։ Ինչ վերաբերվում է արտաքին միջամտություններին կամ ազդեցություններին, վերաբերող ձեր հարցին, պետք է ասեմ, որ առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ եւ այլն, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որին իրենց հաստատուն աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Եվ որևէ դեպքում ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության կամ մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել։ Այս դեպքում հարցերի պատասխանները կարծում եմ առավել քան ակնհայտ են եւ մեր հայրենակիցները վստահաբար եւ հստակ կարող են գնահատականը տալ։ Արտաքին միջամտություն կա եւ այդ միջամտությունը բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով է եւ աջակցողներն էլ Ադրբեջանը եւ Թուրքիան են։ Համեցեք հարց։ Այս հայտարարությունները ԲՀԿ առաջնորդի հետ կապված կարող է որևէ կերպ ազդել այն մարդկանց վրա, որոնք որոշել են օրինակ հունիսի 7-ին ընտրելու են ԲՀԿ-ի։ Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն որոշում հունիսի 7-ին իրենց վստահության քվեն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը տալու, որևէ դեպքում նրանց վրա սա չի անդրադառնալու, որովհետև որևէ մեկի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական մանիպուլյացիաների եւ այդ ռետորաբանության այսպես փայլուն օրինակ է եւ ժամանակ առ ժամանակ, երբ անհրաժեշտությունը կա հանրության ուշադրությունը այս կամ այն թեմայից շեղելու, նա հանդես է գալիս նման լեքսիկոնով, նման սպառնալիքների լեզվով, պարբերաբար այսպես պատերին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքներով, մենք բոլորս այս ամեն ինչին տարիներ շարունակ 8 տարի շարունակ ականատես ենք եղել։ Եվ ամենևին պարտադիր չէ, որ դրան նախորդի որևէ այսպես գործընթաց։ Եթե կա նման որոշում, որ պետք է նման լեքսիկոնով հանդես գալ, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանով հանդես գալիս է։ Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին։ Ես շատ կուզենայի, որ մեր գործընկերներից որևէ մեկը նույն հարցը նաև Նիկոլ Փաշինյանին ուղղեր, թե որ պահից սկսած է Նիկոլ Փաշինյանը իրեն վերապահել իրավական համակարգի կոորդինատորի, համակարգողի դերը։ Նիկոլ Փաշինյանը 3
հնչեցնում է հայտարարություն, մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությունը, որ Կոտայքի մարզում պարեկներ են աշխատանքից ազատվել եւ դրանով ուղիղ ցուցում է տալիս իրավապահ համակարգին եւ ասում է, որ եթե անգամ չեն հեռացվել, ուրեմն պետք է հեռացվեն, եթե նրանք ունեն մտերիմ հարաբերություններ կամ նրանց ընտանիքի անդամները կամ բարեկամները ունեն հարաբերություններ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում։ Այդ դեպքում ինչի համար է ներքին գործերի նախարարությունը, ինչի համար է ազգային անվտանգության ծառայությունը, ինչի համար են տարբեր ատյանների դատարանները։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր այս համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Ես որևէ տրամաբանություն այս դեպքում չեմ տեսնում։ Ես էլ չեմ խոսում անմեղության կանխավարկածի մասին, որ Նիկոլ Փաշինյանը նույն Նվեր Ծառուկյանի գործի հետ կապված իրեն վերապահում է այսպես դատավճիռներ կայացնելու գործառույթ։ Շատ ցավում եմ, որ քաղաքական պայքարը քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց այսօր գտնվում է այս փուլում։ Չեմ ուզում կորցնեմ հույսս, որ ինչ որ մի պահի կառուցողականության դաշտ կվերադառնանք։ Կապրենք, կտեսնենք։